Տարածքային կառավարման նախարարությունից տրանսպորտի վարչության պետն են Պապին Գալստյան։ Այս բան ուղղակի քննարկում կա, մի հատ Արտուրի հետ երկու բառ խոսենք, լավ։ Մարզպետը հիմա քննարկման վայրում է, հեսա պետք է մոտենանք, մի րոպե կներեք, քննարկում կա էլի այս պահին, ուղղակի Նայիրի այս թեմայի հետ կապված, այո։ Հնարավոր է քննարկումից հետո կներեք Արտուր ջան վարդը, ոնց եք։ Մենք ծանոթ ենք, հա։ Այս պահին մարզպետի հետ էլ էին քննարկման, խնդրեցին դուք էլ էլի մոտենաք մի հատ քննարկումը շարունակենք։ Շատ լավ, մարզպետը հիմա ուր է գտնվում։ Եղվարդի համայնքապետարանի։ Ուրեմն ես հանրության հետ խոսակցություն ունեցա։ Ուրեմն այսպիսի մի իրավիճակ է, խնդրում եմ դուք էլ էլի անպայման մասնակիցն եք, դրա համար ենք։ Կարող եք ծանոթը բարձրաձայն տարածքային կառավարման նախարարությունից տրանսպորտի վարչության պետն եմ, ես Պապին Գալստյան։ Ուրեմն նայեք Ուղղակի Արտուրը մասնակցել էր վերջին մի քանի օրվա քննարկումներին, ուզում ենք որ սրան էլ մասնակցեր, այդ է, հա, ուզում ենք, ասեք իրավիճակը ոնց է։ Ես ընդհանրապես հանդիսանում եմ այս պահին միջնորդ Քասախ համայնքի եւ կառավարության միջեւ։ Ես ձեր ասած պահանջը փոխանցեցի համայնքին։ Ժողովուրդ ջան, ձեր հետ առանձին խոսամ, մի րոպե սպասեք խոսամ, ձեր հետ առանձին խոսամ։ Ես փոխանցեցի ձեր կարծիքը համայնքին։ Ուրեմն իրավիճակը հետեւյալն է։ Ես հասկացա, կներեք, հիմա նոր քննարկում է, այսինքն ինչ փոխանցել եք դի մի կողմ, հիմա քննարկման բանկ նոր նյութ կար։ Մի վարքանից վերջացնեմ։ Ուրեմն ինչ ենք մենք պայմանավորվել համայնքի հետ։ Ուրեմն ինչ լուծում որ մենք կունենանք, ես այդ լուծումը պետքա քննարկեմ հանրության հետ։ Եղվարդում այդ անել չեմ կարող։ Ես ուղղակի խնդրեցի պաշտոնատար անձանց ժամանեն համայնք, որպեսզի ես կարողանամ շփվել իմ համայնքի բնակչի հետ եւ որևէ բան հայտարարագիր, որևէ փաստաթուղթ ստորագրելուց կամ համաձայնվելու դեպքում ինչ բան ստորագրեք։ Ես ձեզ համաձայն եմ, բայց կարծիք իմանալ պարտավոր եմ, ուղղակի դա խնդրում եմ հասկացեք, մի հատ կլսեք ինձ։ Հիմա առաջարկում ենք գաք ծանոթանաք, հետո գաք համաձայնեցնեք, ձեր կարծիքն ասեք, համաձայն եք, համաձայն չեք, հասկանանք։ Հենց հիմա հանրության կարծիքը լսեք։ Հանրության կարծիքը լսել ենք, մենք տեղյակ ենք դա լսել, հա, մի քանի օր լսում ենք։ Հնարավոր է, քննարկման արդյունքում հնարավոր է որ առաջարկներ լինեն։ Համայնքի անունից խնդրում ենք պաշտոնատար անձանց, որպեսզի իրենք գան մեր մոտ։ Դուք հրաժարվում եք, ես բային գաք այնտեղ քննարկման։ Հրաժարվում հանրությունն է հրաժարվում, ճիշտ է։ Ես էլ եմ ուզում մասնակցել այդ քննարկմանը, կարելի է չէ իմ կարծիքը։ Ուրեմն ես ուզում եմ իմ ուղղակի ժողովուրդանց հետողություն եմ խնդրում։ Ես իմ կարծիքը ուզում եմ ձեր հետ կիսեմ, այսօր ժողովուրդ ենք հավաքված, մենք մարզպետ ենք պահանջում, մենք համայնքապետ ենք պահանջում եւ ուզում ենք այդ ամբողջ խոսակցությունը այս փողոցից դուրս գանք, մտնենք մեր կուլտուրայի տուն, բոլորս միասին քննարկենք։ Նամանավանդ ես շատ ուրախ եմ, որ դուք տրանսպորտի կապի հետ շատ մոտ անձ եք, հենց այս կարգավիճակը դուք արդեն պետք է պատկերացնեք։ Սա գազելով եւ ֆորդով գնալու գալու տրանսպորտ չի։ Հասկացա, կներեք, դրա համար հիմա ուզում ենք լուծում գտնենք դրան։ Արտուրին որպես ակտիվ, որպես համակարգող է շարժումը, չէ, համատաբար որպես շարժումը համակարգող առաջարկեցինք, հասկացաք իմ ասացի միտքը, հասկացաք իմ ասացը, կներեք, էլի մի րոպե կներեք, իմ առաջարկեցինք, կներեք, էլի մի րոպե առաջարկեցինք, ասեք դա։ Որ այս որոշումը կայացրել եք ժամանակին ու չեք մտածել, որ ինչ է լինելու դրանից հետո։ Ինչի պետք է, բայց ցանկացած, կներեք, էլի ցանկացած ժամերով կանգնենք ստեղ, հետո դուք մտածեք գաք թե չգաք, այսքան խնդիրներ առաջ են, հազարավոր մարդիկ կանգնեն փողոցում, մեքենաներ կանգնեն, մեկը հիվանդա, մեկը ծանր հիվանդա, հիվանդանոց պետք է գնա։ Ինչի պետք է ասենց լինի։ Դուք ինչի համար եք։ Ցանկացած բարելավում ինքը կիրառման ընթացքում ունենալու խնդիրներ, որը փորձում ենք լուծենք։ Դուք մեր գծերում գազել էր աշխատում, ճիշտ է։ Ինչի հանեցիք, ավտոբուս դրեցիք։ Հիմա ավտոբուսը հանում է գազել։ Քանի որ հանրապետությունում անցում է կատվը միասնական երթուղի։ Լավ, հասկացա։
Պարոն Գալստյան, ինչն է խնդիրը, որ քննարկումը ոչ թե այս գյուղապետարանում կամ մշակույթի տանն է լինում, այլ Եղվարդի համայնքապետարանում։ Ներողություն մի վարքյան, պարոն Գալստյան, պատտվեք դեպի Լավ, մի րոպե կներեք, էլի մի հատ կներեք, էլի, ասեք։ Եկեք այստեղ էլի։ Պարոն Սարգսյան, ես մի հատ եմ իմ անձամբ իմ խոսքերը փոխանցեք մեր պարոն Սարգսյանին, պարոն Բաբայանին, Բոլորը հավաքված են։ պարոն Բաբայանին, նայեք բոլոր ասելով մենք հիմա այնտեղ տեսնում ենք 2-3 հոգի։ Պաշտոնատար պարոն Սարգսյանն եմ տեսնում, Նորիկ Սարգսյանին, Մարզպետին եմ ես տեսնում, պարոն Բաբայանին, բայց այստեղ ժողովուրդն է, ժողովրդի կարծիքը ձայնը Արտուրից կյանքին մեռնեմ, ես չեմ քաղաքական ասում։ Հազար ներողություն եմ խնդրում։ Պետական մարմինների որոշումը հետևյալն է, որ մեր տեղական ինքնակառավարման մարմնում են քննարկում իրականացնելու։ Այսինքն մարզպետը, համայնքապետը չեն գալու քասախ մեր այդ քննարկումը։ Չէ, գալու են, բայց այս բանը քննարկում են դեռ էլի կներեք, էլի։ Րոպե կներեք։ Ասացիք իրենք Եղվարդում սպասում են, հիմա ասում եք հնարավոր է գալ։ Քննարկումից հետո հնարավոր է որ Քննարկում։ Ես տրանսպորտի հետ կապված քննարկում կա այս բանը։ Մարզպետը հիմա կառավարության նիստին պետքա որ լինի, որտեղ ընդհանուր կառավարության նիստ է։ Այս բանը մարզում ինչ որ խնդիր կա, դրա հետ կապված ժամանել անդր։ Մի րոպե կներեք, Արտուր ջան։ Արի, դարո։